Ողջույն հարգելի հետևորդներ, եթերում իրական զրույցի հերթական թողարկումն է։ Այսօր մեր հյուրը պատմական գիտությունների թեկնածու Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանն է։ Սիրելի Տաթևիկ, շատ շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերին։ Ձեր մասնագիտական պրոֆեսիոնալ կարծիքն եմ ուզում մի շատ կարևոր թեմայի շուրջ, որը մանավանդ սոցիալական ցանցերում վերջին ժամանակներս ակնհայտ երևում է, որ շատ է մանիպուլացվում։ Խոսքը գնում է այսպես կոչված խաղաղության պայմանագրին եւ այն կետերին, որոնք ընդգրկված չեն իբր այդ պայմանագրի կետերը, այդ պայմանագրի մեջ, բայց որոնք մեզ ակնհայտ սպառնալիք են ներկայացնում։ Առաջինը ինտենսիվ քննարկվող հարցը ադրբեջանցիների վերադարձի դեպի Հայաստան, երկրորդը այդ արևմտյան Ադրբեջանի կոնցեպտը, որը ինտենսիվ խրախուսվում է եւ հետեւողական տարվում է Ադրբեջանի կողմից եւ սահմանադրության փոփոխության պահանջը, այսինքն այն բոլոր խնդիրները, որոնք առաջ են քաշվում Ադրբեջանի կողմից մեր դեմ, բայց որոնք շատ-շատերը այսօր համարում են մանիպուլյացիա, քանի որ դրանք իբրև թե նշված չեն այսպես կոչված պայմանագրի կետերում։ Դուք որպես փորձագետ, ով ամեն օր, ամեն վայրկյան ուսումնասիրում է մեր թշնամի երկրի դաշտը եւ քաջատեղյակ է, խնդրում եմ ձեր կարծիքով կիսվեք։ Նախ որ ասում եք նշված չէ այդ կետերում, դա ինձ հիշեցրեց նոյեմբերի 9-ի պայմանագիրը, որտեղ բազմաթիվ բաներ նշված էին ու հետո տեսանք ինչ եղավ։ Բանավոր պայմանավորվածություններ կային իբրև։ Ուզում եմ ասեմ, շատ հաճախ այդ թղթի վրա գրածը մեկ այլ բան է, իրականությունը մեկ այլ բան է, բայց վերադառնալով բուն պայմանագրում նշված չնշված լինելուն, իրականում երբ այդ պայմանագրում հստակ նշված է, որ պետությունները չեն կարող միջամտել միմյանց ներքին գործերին, բայց Ադրբեջանը բազմիցս խախտել է արդեն նախաստորագրված, այդ պայմանագիր նախաստորագրվել է Վաշինգտոնում, պայմանագրի կետերը, հենց Վաշինգտոնյան հանդիպումից հետո Ալիևը դուրս է գալիս հանդիպումից եւ ասում է վերջ արդեն իբրև Թրամփի մոտ Հայաստանը պարտավորություն է ստանձնել փոխել սահմանադրությունը, այդպիսի բան գոյություն չունի, իրականում գոյություն չունի եւ հայկական կողմը կոնկրետ իշխանությունները ինչ փորձում են շղթել, բայց փաստացի իրենց քայլերով ապացուցում են, որ այո, իրենք պատրաստ են Ալիևի հրահանգով սահմանադրություն փոխել, ընդ որում 2018-ին կար այդ խոսակցությունը սահմանադրության փոփոխության, բայց դա բացարձակ այլ բանի մասին էր, դա սուպեր վարչապետական համակարգը վերացնելու մասին էր, դա մեր ներքին կարգավորումները, դեմոկրատիայի, ժողովրդավարության ինստիտուտների մասին էր, դա բացարձակ կապ չուներ անկախության հռչակագրի, սահմանադրության մեջ դրա հղման եւ մեր այլ խնդիրների հետ կապված։ Այսինքն փաստացի այսօր քաղաքական այն ուժը, որ առավոտից երեկո սիրում է կրկնել, խոսել ինքնիշխանությունից, տարածքային ամբողջականությունից, անկախությունից, ասում են, այնք անկախ ենք, անք երբևէ, այդ քաղաքական ուժը պատրաստ է հրաժարվել հիմնադիր փաստաթղթից, անկախության հռչակագրից Ալիևի պահանջով։ Եվ դա փաստ է, դա իմ օրինվածքը չէ, դա պարզ իրողություն է, Ալիևը պահանջել է եւ իրենք առաջիկայում պատրաստվում են հրապարակել տեքստը, եթե տեքստում չլինի հղում, այնպես ինչպես մենք ասում ենք, կասենք, այո, մենք սխալ ենք ասում, փաստորեն Ալիևի հրամանով չեք փոխում, որոշել եք սուպեր վարչապետական համակարգը վերացնել, միգուցե մեզ հաճելիորեն զարմացնեն, միշտ սովորաբար բացասական առումով են զարմացնում, ով գիտի, ես շատ ուրախ կլինեմ, բայց վստահ եմ, որ դա չի լինելու, այսինքն Ալիևի պահանջով է լինելու։ Մյուս խնդիրը այդ արևմտյան Ադրբեջան զավթողական հայեցակարգը, տեսեք, այստեղ շատ կարևոր է, որ մենք որպես մասնագետներ, հանրային գործիչներ, լրագրողներ կարողանանք հստակ սահման գտել ինչի մասն է խոսքը։ Այս հայեցակարգը ակտիվ շրջանառության մեջ է մտել 2022 թվականի դեկտեմբերի 24-ին, այն բանից հետո, երբ Ադրբեջանի եւ Հայաստանը Պրահայում Հայաստանը ճանաչեց Արցախ Ադրբեջանի մաս, Ալիևը դրանից հետո անում է հայտարարություն, որտեղ ասում է ներկայիս Հայաստանը երբեք գոյություն չի ունեցել, ներկայիս Հայաստանը մեր պատմական հողն է։ Ու դրանից հետո սպասում է մի որոշ ժամանակ, տեսնում է ոչ մի արձագանք չկա, եթե չեմ սխալվում, մի հատ ագնա հայտարարություն ընդամենը եղել մեր կողմից եւ վերջ լրություն։ Ոչ մի հակազդեցություն, ոչ մի պատասխան, ոչ մի քաղաքական գնահատական, ու դրանից հետո կարճ ժամանակ անց դա մտնում է դասագրքեր, բացում է համապատասխան հեռուստաընկերություն, բացում է այդ անուն համայնք, եւ ես միշտ ասում եմ, տարբերակում մտցրեք, եթե Ադրբեջանը ուղղակի ասեր, դեք խորհրդային Հայաստանում ապրել են ադրբեջանցիներ, մենք դա չենք կարող շղթալ, որ այո խորհրդային Հայաստանում ապրել են ադրբեջանցիներ, ու դրա համար կան վիճակագրական տվյալներ, դա կլիներ այլ բովանդակության խոսակցություն, եկեք ասենք խորհրդային Ադրբեջանում ապրել են հայեր, ու ընդ որում մոտ 600
5,600,000 թվերը, դա ասում է վիճակագրական տվյալները, ոչ թե հորինում եմ այդ թիվը, կան վիճակագրական տվյալները ու 79-89 թվականի մարդահամարի տվյալները, բայց չէ, Ադրբեջանը ասում է, սա է ամենակարևորը, ձեր պետությունը գոյություն չի ունեցել, ձեր պետությունը պատմական հողն է, այստեղ խոսակցության ամբողջ էությունն ու բնույթն է փոխվում, այսինքն այստեղ խնդիրը չի, որ ասում են կամ փախստականներ կամ մարդիկ, որոնք միգուցե ունեն իրավունքներ, մենք էլ ասենք, մեր փախստականներ չէ, այստեղ բնույթը ուրիշ է, այստեղ խոսակցությունը այլ որակի է, խոսակցությունը նրա մասին է, որ Ադրբեջանում մեծան մասերում, որը սովորում է, որ իմ պետության տարածք իրան է պատկանել, որ ես իբրև իրենց հեղասպանել եմ կամ իր նախապապերը իրեն քշել են այս տարածքից ու ինքը մի օր պատմական արդարության համար պետք է գա ու այդ տարածքը նստի, որտեղ դա իրեն է պատկանում պատմականորեն։ Ու սա արդեն որակական առումով, բովանդակային առումով, քաղաքական առումով այլ բնույթի խոսակցություն եւ անվտանգային առումով այլ բնույթի սպառնալիք է, որը բնականաբար չեն ուզում տեսնել ու գնահատել, որովհետեւ մարդկանց թվում է, որ դա մի օր հետո ինչ որ հեռավոր ապագայում միգուցե 20 տարի, 30 տարի հետո եթե Արցախի գլխին կախված սպառնալիքները ճիշտ գնահատվեին եւ ճիշտ ձևով քայլերը մշակվեն, կարող է մենք խոսապենք 2020 թվականի սեպտեմբերի 27-ից։ Բայց միշտ մենք կարճատեսենք, այսօր ապրեցինք, դե հիմա վաղը թե ինչ կլինի, մենք ինչ կիմանանք ինչ կլինի։ Ընդ որում Հայաստանում լրիվ հակառակ գործընթացն է գնում, այսինքն Ադրբեջանը չեղած կեղծված պատմական արդարությունն է խոսում եւ դաստիարակում է սերունդ, երբ որ մենք իրականում հրաժարվում ենք պատմական արդարությունից, դա համարում ենք ինչ որ միֆ, շատերը մեր ամենասիրած ճակերտավոր փորձագետների ամենասիրած այսպես ասեմ, հակափաստարկն է, որ պետք է հանգիստ թողնել պատմությունը, բայց իրականության մեջ այն ինչը որ Ադրբեջանն անում է, դա մերն է։ Ուղղակի իրենք վերցրել են մեզանից եւ ըստ էության յուրացնում են։ Եվ մի կողմում մեծանում է սերունդ, այդ կեղծ պատմական անարդարության զգացումով միտված, մյուս կողմում մեծանում է սերունդ կամ խոսույթ է մտնում մի հասկացում, որ պատմական արդարությունը ոչ ոքի հարկավոր չէ, դա ընդհանրապես խանգարում է ապագային։ Այսինքն մենք ոչ միայն հակազդեցություն չենք ստեղծում, այլ հակառակը ավելի ենք փոքրացնում, այսպես ասեմ, մեր դիմադրողականությունը։ Գիտեք, ես պատմաբան եմ մասնագիտությամբ ու ես տեսնում եմ, թե պատմությունը ինչ ուժ ունի, այսինքն պատմությունը ինքը կարող է օգնել պետությանը վերածնվել բարդ իրավիճակների, ժողովուրդներին հաղթահարել այդ բարդ իրավիճակները։ Պատմությունը քեզ կարող է տալ բացառիկ դասեր, որ դու օրինակ 100 տարի առաջ գործած սխալները նորովի չգործես։ Բայց չգիտեմ ինչի մենք ունենք ֆենոմենալ հատկանիշ միշտ մեր սխալները կրկնելու ու հետո նորովի զարմանալու մեր արած սխալների վրա։ Եթե մենք մեր պատմությունը մի քիչ ավելի կուռ լավ ուսումնասիրենք, մենք պետք է երբեք թույլ չտանք այն ամեն ինչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի հետ։ Պետք է շատ ճիշտ արժևորենք այն բացառիկ հաղթանակը, որ ձեռք ենք բերել, ընդ որում մեզ պարտադրված պատերազմում, որտեղ մեր գլխին կախվել էր ցեղասպանության վտանգ, իսկ հիմա ամբողջությամբ խոսույթը փոխվել է, ինչ որ մարդիկ հանդգնում են նույնիսկ ասել, որ մենք հողեր էինք հավաքում այդ պատերազմի ժամանակ, մոռացվել է թե ով էր հարձակվում, ում գլխին էր սպառնալիք կախված, ինչ իրավիճակ էր ստեղծվել, Սումգայիթում ինչ էր կատարվում, Բաքվում, Կիրովապատում, այդ ամբողջի մասին ընդհանրապես չի խոսվում, հարմար չի խոսել այդ ամբողջի մասին, ու դա այնպես չի, որ ես խորինել եմ, որովհետև ես հայ պատմաբան եմ։ Դրա մասին կան փաստեր, դրա մասին կան ժամանակի թերթեր, որոնք ուսումնասիրում են այդ ամբողջը հստակ կանոն Սումգայիթի հետ կապված դատավարություններ են եղել, որոնք տպագրվել են, որոնց մասին վկայություններ կան, ուղղակի որպես մարդ կարդաս, մի կողմ դնես էթնիկ պատկանելիություն, մազերը բիզբիզ է կանգնում։ Այսինքն այստեղ պատմությունը ոչ թե դարձնել դրոշակ ու գնալ առաջ, այլ պատմությունից սովորել, որպեսզի հետագայում այդ սխալները չկրկնել։ Եվ հենց քաղաքական ռացիոնալիզմը պահանջում սովորել պատմությունից, այսինքն, եթե դու քաղաքականապես ուզում ես լինել մաքսիմալ ռացիոնալ, դու պիտի հասկանաս ինչ է կատարում, ինչ փոփոխություններ են կատարում։ Դու պիտի հասկանաս ու գնահատես քո հակառակորդ պետությունում սերունդը ինչպես է մեծանում։ Եթե դու ասում ես ինձ մեկ այնքը երկրի ներսում ինչ է խոսում, ես ասում եմ եղբայր կամ քույր։ Այդ մարդը ոչ թե ինքը իրանով խոսում է իր տնեցիքի հետ, այլ ինքը այդ ամբողջը մտցրել է հանրակրթական դպրոցներ, դպրոցական դասագրքերը եւ դպրոցական կրթություն դա համարվում է ֆունդամենտալ գիտելիք։ Ֆունդամենտալ կեղծ, սխալ ու վտանգավոր գիտելիք ստանալը բերելու ապագայում նոր կոնֆլիկտների, այնպես չի, որ ես ուզում եմ, որ մենք եւս 200 տարի ադրբեջանցիներ իրար կոտորենք։ Ոչ մեկ դա չի ուզում, ոչ մի նորմալ մարդ դա չի ուզում, ոչ մի նորմալ մարդ պատերազմ չի ուզում։ Բայց որպեսզի ես խուսափեմ այդ պատերազմից, ես պիտի հասկանամ այդ մարդիկ ինչ մտածելակերպով են մեծանում ու կամ ես փորձեմ դա փոխել, իսկ եթե ես չեմ կարողանում դա փոխել, ուրեմն համապատասխան քայլեր ձեռնարկել
նշանակեմ, որ վաղ ամիսօր իր մտքով չանցնի, որ ինքը կարող է վրա հարցակվի ու իր ընկալմամբ ինչ որ պատմական արդարություն վերականգնի, որովհետև իրեն դպրոցում դա է սովորացրել։ Ես հենց այս տեսակետից մի ուրիշ հարցել եմ ուզում անդրադառնանք, եւ դուք եւ տարբեր ազգային մտածողությամբ մարդիկ, ովքեր Ադրբեջանը խորապես ուսումնասիրել, մի կարևոր հանգամանք են առանձնացնում, թե ինչու հայ եւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ իրական ռեալ խաղաղություն հնարավոր չէ։ Դա այնն է, որ հայատյացությունը դարձել է այդ հանրության քաղաքական ազգ դառնալու շաղախը, ցեմենտը, եւ իրենք չեն կարող անել այդ ցեմենտը այդտեղից, իրենք չեն կարող անել այդ շաղախը, որովհետեւ այդ դեպքում ամեն ինչ կփլվի։ Իսկ մենք փակել ենք մեր աչքերը եւ չենք ուզում այդ ֆունդամենտալ հանգամանքային նկատի ունենանք։ Տեսեք, իրականում process-ները սկսած հայ-թաթարական բախումներից այդ պատմական գործընթացներում ատելության կոմպոնենտը կա, այո, ատելության կոմպոնենտը ազգակերտման գործընթացում կամ այդ ճանապարհի կայացման ճանապարհին եղել է, բայց եթե անգամ մենք դա մի կողմ դնենք, ասենք այսօրվա իրականության եկեք նայենք, օրինակ կարող է մի օր այնտեղ լինի քաղաքական ղեկավարություն, որ ուզի այլ բովանդակություն լցնել այդ մարդկանց մտքերում կամ էթնիկ պատկանելիության արմատներում, օրինակ եմ ասում, եկեք դա ռակուրսից մտածենք, ամենավերջին շրջանը նայենք, ես ինչու եմ շատ հաճախ դուք եք հաստատ տեսել իմ սոցիալական էջերում գրում Սաֆարովի ու հիշեցնում։ Տեսեք, իմ համար մարդկային առումով սարսափելի է գիտակցել, որ այդ ամբողջ ոճրագործությունից, այդ սարսափելի դեպքերից 22 տարի անց այդ մարդը ստանում է գնդապետի կոչում։ Հասկանում եք, դա պետության վերաբերմունք է։ Այդ մարդը խաղաղության դարաշրջանում, երբ Հայաստանն ու Ադրբեջանը նախաստորագրել են խաղաղության պայմանագիր, երբ մեզ ասում են, որ խնդրեմը քո մեջ է, դու սխալ կռիվ ես տարել, դու պատմությունից սխալ բաներ ես հասկացել, դու այդ մարդկանց հողերի վրա աշկ ես դրել, ամեն բան, այդ մարդը, որը քնած հային կացնահարել է Հունգարիայում, որտեղ իրենք մասնակցում են ՆԱՏՕ-ի խաղաղության հետ առնչվող թրեյնինգների, տարել 16 անգամ կացինով խփել է։ Այդ մարդը այսօր ստանում է Ադրբեջան գնդապետի կոչում։ Չեմ էլ ասում է ազատվել, ասում եմ կոչում է ստանում, թոշակ է ստանում դրա համար։ Ու ոչ մեկ դրանից ոչ մի հետևություն չի ուզում անի։ Դա օրինակ ես ասում եմ դա պրոբլեմա, դա հանրային պրոբլեմա այնտեղ։ Դու պետքա դրա մասին խոսաս, դու պետքա դա գիտակցես առնվազն, դու պետքա ասես սա նորմալ չի։ Սա նորմալ չի։ Ես էլ չեմ խոսում գերիների արկայությունից, նրանց հետ կապված ադրբեջանական կողմի խոսույթներից, դրանց վերաբերյալ մեր անպատասխան անհասկանալի պահվածից, դա չեմ ասում։ Պարզ բան եմ ասում, 22 տարի առաջ կատարվել է ոճրագործություն եվրոպական մայրաքաղաքներից մեկում։ Այդ մարդը ազատվել է, գնացել է, հերոսի կոչում է ստացել եւ այլն։ Հիմա, երբ ամբողջ Արցախ արդեն իրաց վերահսկողության տակ է, այր չեն ապրում, խաղաղության պայմանագիրը նախաստորագրի, այդ մարդը ստանում է գնդապետի կոչում։ Դուք դες հարց չունեք տալու, ինչու։ Ես կարծում եմ իրենք շատ լավ հասկանում են, ուղղակի սեփական իշխանության վերարտադրման հարցն ավելի կարևոր է, քան երկրի ապագան եւ անվտանգությունը։ Եվ իշխանությունը ում է պետք, եթե դու չես կարողանում պահպանել այդ պետության տարածքային ամբողջականությունը։ Իշխանությունը գործիք է, եթե քո միտումները պետական, ազգային շահի հետ են կապված, այդ պետությունը հզորացնելու, այդ պետությունը ոտքի անելու, ճիշտ ճանապարհով տանելու։ Իշխանությունը ընդհանրապես գործիք է, իշխանությունը նպատակ չի կարող լինել։ Ցավոք սրտի հայկական իրականության մեջ մեծամասամբ մենք ազգային պետական շահերով առաջնորդվող իշխանություն այդպես էլ չենք ունեցել։ Ուզում եմ մի սիմվոլիկ հանգամանքի անդրադառնալ։ Մենք վաղ թե ուշ մենք պիտի դա ունենանք, որովհետև այս ընթացքը փոխելու եւ այն իրոք դժոխային ապագան, որը մեզ սպասում է, եթե շարունակվեն այս գործընթացները, փոխելու միակ տարբերակը դա իսկապես ազգային պետական շահերով առաջնորդվող եւ չվախեցող իշխանությունն է, որովհետև այդ վախկոտությունը սեփական ազգի ուժերին չհավատալը շատ-շատերին է ստիպում թշնամու առաջ ծունկի գալ եւ փորձել ամեն կերպ պայմանավորվել նրանց։ Առհասարակ եթե անգամ մարդկային մակարդակով վերցնես մարդով ապրում է վախերով ու իր ամբողջ կյանքը կառուցում է վախերի շուրջ, ինքը որովհետեւ հաջողելու հնարավորություն չունի։ Լավագույնը, որ ինքը կարող է անել, դա գոյատևելն է, բարձրուն իմաստով գոյություն քաշ տալը, x կետից հասնել y կետ, բայց որպես այդպեսին զարգանալ, հզորանալ, լավ կրթություն ստանալ, կյանքում հաջողել, ճամփորդել, աշխարհ տեսնել, փիլիսոփայություն մշակել, բովանդակություն ստեղծել, ինքը մարդկային առումով չի հասնել դրան, որտեղ ինքը վախենում է տնից դուրս գա, օրինակ փողոցը անցնի, որտեղ կարող է տեղով մեկը անհաջող քշի, օրինակ։ Նույնը պետությունները, պետության ղեկավարությունը պետք է առաջնորդվի զգուշավորությամբ, այո, բայց ոչ վախերով։ Այսինքն ես իրապես կարծում եմ, որ շատ հարցերում պետք է լինել այս պահին զգուշավոր, հասկանալ աշխարհաքաղաքական դասավորությունները, խոսքի արժեքը եւ այլ։ Այդ առումով ես
ես հասկանում եմ, բայց ոչ վախերով։ Դու չես կարող մի ամբողջ պետության ղեկավարություն կանգնի քեզ այդպես նսեմացնի, ստորացնի եւ դու ասելիք չունենաս, եւ դու խոսելիք չունես, ասելիք չունես, փոխարենը ասես թե ես այնպես բանակ կկառուցեմ, դու կփոշմանես քո արածի համար։ Գոնե անելիք ունենաս, ասես ես չեմ խոսի հիմա, լեզուս ինձ կկաշի, բայց այնպես բանակ կկառուցեմ, որ դու պատասխան կտաս։ Դա մյուս ամենաշահարկվող հարցն է, երբ որ հարցը բարձրանում է արժանապատվության տեսակետից, որ էլի մանիպուլացնում են շատերը, նա մանիպուլացնում են համենայն դեպս, որ մենք ժամանակ ենք շահում։ Ինչի համար։ 20 թվականից մինչ օրս, այո, 20 թվականից մինչ օրս 6 տարում հսկայական բան կարելի անել։ Իսկ մենք տեսնում ենք, որ Հայաստանում ներհանրային երկպարակտվածության ուժեղացումը եւ մեր բոլոր քիչ թե շատ կայացած ինստիտուտների դեմ տարվող հետևողական պայքար է։ Ժամանակ են շահում, որպեսզի երկիրը ներսից այնպես թուլացնեն, որ ճշնամին ուղղակի առանց որևէ կրակոցի արդեն ստանային ամեն ինչ իրեն պետք է։ Նախ ես այդ խոսքը շատ եմ սիրում, ժամանակը ոչ թե գալիս է, այլ գնում է, բոլորը թվում է ինչ որ լավ ժամանակ հետո գալու է, բայց ժամանակը գնում է, մենք շատ կարևոր հնարավորություններ բաց ենք թողում։ Դուք իրավաց եք։ Այդ ժամանակի ճիշտ օգտագործումը պետք է սկսվեր 2020 թվականի նոյեմբերի 10-ից, եկեք ասենք։ Այսինքն դասեր քաղելը, հասկանալը ինչ ենք անում, բայց դրանից հետո մենք այնքան վատ բաների միջով ենք անցել, հարձակում Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի վրա, տարածքների օկուպացիա, զոհեր, Արցախի հայաթափում, հարձակում Արցախի վրա, բռնի տեղահանում, բլոկադա, մի խոսքով սարսափելի մարդկային եւ պետական առումով շատ լուրջ ու վատ երևույթն է։ Իսկ այդ ամենը կարող էր կանխվել, եթե ժամանակը օգտագործվեր։ Բայց քանի որ բոլորին ավելի հարմար է մտածել, որ տակից ինքը ինչ-որ բան անում, որ իրենք չեն տեսնում ու հեսա մեկ էլ իրենք կարտնանան ու ծովից Հայաստանը կլինի եւ այլն, իրանք բանում տրապեզոնում նավահանգիստ կունենան, որովհետեւ տակից ինքը ինչ-որ բան անում, հարմար է դա մարդկանց մտածելը, դա ազատվում է պատասխանատվությունից, դա ազատվում է մտահոգվելու անհարմարությունից։ Իհարկե հարմար է, բայց մինչև որոշ ժամանակ, երբ որ իրականությունը կչոքի յուրաքանչյուրի դուռը, որովհետև մարդկանց թվում է, թե այդ ատելությունը Ադրբեջանի պետության գեներացրած միայն Արցախի հայերի հանդեպ է, իրենք չեն հասկանում, որ դա նաև իրենց մասն է, որովհետև նույնիսկ եթե իրենք մոռանան, որ իրենք հայ են, Ադրբեջանում չեն մոռանալու, որ իրենք հայ են։ Ոչ միայն Հայաստանում ապրող հայերի, ամբողջ աշխարհում բնակվող հայերի։ Միանշանակ, այսինքն երբ դու այսօր վերցնում ես sense կացին ու փորձում ես քո արմատը, որը շատ խորն է, որը շատ կարևոր է, որ ես դու ուժ ես ստանում ուղղակի արմատախիլ անել, որ հակառակորդին ապացուցել, որ դու իր համար 20-30 տարի հետո ոչ մի բան չեզանից չես ներկայացնել, վտանգ ներկայացնես, որը բան չես ներկայացնում, նույնիսկ վտանգ։ Դրանով դու քո տակն ես փորում, դրանով դու ինքնավերացվում եւ ինքնախարազանվում ես, ու այդ մեր անհասկանալի բան անընդհատ մեր մեջ խնդիրներ փնտրելով մենք ոչ մի կատարյալ չի, ոչ մի կատարյալ չի, ոչ մի ազգ կատարյալ չի, մենք այնքան սխալներ ենք արել, բայց այդքանով հանդերձ մենք ունենք ուժեղ կողմեր, որը բացարձակ օգտագործել չենք ուզում, որը անդադ ուզում ենք մենք մեզ փնովենք, անդադ մենք մեզ մեղադրենք, մենք մի բան այն չենք արել, որ 15 թվին մեզ ամբողջ բանով ցեղասպանել են։ Մենք մեզ ճիշտ չենք պահել, հիմա պիտի ճիշտ պահենք այդ մտածողությունը, որը կներեք այդ արտադրության համար Գյադեկեսյան, Գադեկենյան, որ իրան ասում են պետք է այդ կողմել գնանք, որ մեզ չկոտորեն, որ թողեն հացուտենք ապրեն։ Ինչ որ ժամանակ կարող է քեզ իրոք հացուտես ապրես, բայց հետո հաստատ գալու են հետևիցդ, որովհետև ասում եմ, վերադառնանք մեր զրույցի նախնական կետին, իրենք մտածում են, որ դու ապրում ես իրենց պատմական հողում։ Եվ իրենց հաշվին։ Եվ իրենք մի օր գալու են ասեն, այ որ տենց կերար ապրեցիր, բան, զենքի չսովորեցիր, զենքին չսովորեցիր, պայքարին չզարգացրեցիր խելքդ, միտքդ եւ դիվանագիտություն, հիմա դա ոնց որ վերկենաս գնաս։ Այլևս այո, դու այս տարածքը չես կարող զբաղեցնել։ Գիտեք, մենք զրուցում էինք եւ ես սիմվոլիկ առումով ուզում եի հիշել այն կետը կոնկրետ Իլհամ Ալիևի հետ կապված, որ իմ կարծիքով շատ սիմվոլիկ էր, որը նա անցավ եւ համապատասխան հակազդեցություն չստանալով բերեց այսօրվան, ես հիշեցի Ջուղայի խաչքարերի այն սպանդը, որ տեղի ունեցավ եւ որը ընդհանրապես պրակտիկորեն կարելի ասել քաղաքական բավարար արձագանքի չարժանացավ Հայաստանի կողմից։ Ես կարծում եմ դա այն կետն էր, որ անցնելուց հետո Ալիևը կամաց-կամաց սկսեց շոշափել մեր կարմիր գծերը, սկսեց շոշափել, թե ինչքան իրեն կարող է թույլ տալ, եւ աստիճանաբար այդ թույլ տալու սահմանները ավելացան ու հասան նրան, որ այսօր փաստացի հայկական իրականության մեջ նա որոշող է դարձել։ Եվ մենք յուրաքանչյուր этаպում դա հանդուրժեցինք եւ ցավոք սրտի
Հայաստանում ստեղծված իրավիճակը եւ քաղաքական իշխանությունները ու նրանց սպասարկող փորձագիտական եւ ճակերտավոր հանրույթը, որոնք շարունակում են պնդել, որ այդ թշնամու շոշափուկների սահմանը պիտի ավելի ընդհարցակել եւ որ մեր անձնական տարածքերը նույն, այսինքն արժանապատվության հարցը ընդհանրապես չպիտի դրվի։ Եվ ես չեմ կարող հասկանալ, որովհետեւ մարդը որպես այդպեսին ինքը մարդ է ունենալով արժանապատվության զգացողություն, այսինքն այն մարդուն, որին բարբերաբար ստորացնում են, նվաստացնում են, ինչ որ պահի ինքը դառնում է կամ վտանգավոր գազան կամ դառնում է հոգեկան խնդիրներ ունեցող, որ երևույթ, այսինքն ինքը ոչ մի լավ տեղ չի տանում կամ ստրկական վիճակի է բերում, ինքը որևէ ճիշտ տեղ չի տանում, ինքը որևէ առողջ տեղ չի տանում, ել չեմ խոսում պետության, հանրության եւ այլնի մասին, այսինքն բարբերաբար Ալիևը այդ բանով փորձում է մսալ դեֆորմացիա խեղել ամբողջովին եւ ցավալի է որ տեղի իշխանությունները դարձել են գործիք այդ ճանապարհին, եթե մենակ Ալիևի մասին լիներ խոսքը, դա Թշնամու կողմից տարվող այո գործիք տանում է, օգտագործում է տեղեկատվական ռեսուրսն էլ դու եթե պետական շահսպասարկող իշխանություն ունես, ինքն էլ իր թույլ կողմերը կսկսի օգտագործել, ընդ որում դրանք կան եւ ընդհանրապես պետք է խելացի ուսումնասիրել ու աշխատել, տեղեկատվական գործիքներն էլ այսօր տալիս են այդ հնարավորությունները, բայց ցավոք սրտի չէ, դու դառնում ես գործիք, որ ինքը այդ ճանապարհին, ասենք, եկեղեցու դեմ արշավը ակնհայտ ադրբեջանական պատվեր է, որովհետև քաղաքական ռացիոնալիզմի մեջ որ շատ հաճախ քարոզում է, որևէ կերպ չէր մտնում Նիկոլ Փաշինյանը քաղաքական շահը չէր թելադրում գնալ եկեղեցու դեմ, որովհետև ինքը շատ մենակ է այդ արշավում, որովհետև ոչ մեկ իրան չսատարեց, ինքը չհասկացան ինչ ա ուզում, օգտագործեց ամենատգեղ բառամթերքը, ընդհանրապես հասավ նրան, որ բազմաթիվ այլ մարդիկ ուղղակի երես թեքեցին եւ ընդհանրապես չեն հասկանում ինչա կատարվում, բայց մարդը հարց կտակ ասի, շահը ո՞րն է այս ամեն ինչի քաղաքական առումով ինքը հաճախ ասում են, չենք քաղաքական կենթանի է, այդ բանը ունի, ինստինկտներ ունի, ինստինկտային առումով սա բացարձակ ոչ մի տրամաբանության մեջ չէր մտնում դրա համար, բարձ Ադրբեջանից եկող պահանջ է, որովհետեւ եկեղեցին իր բոլոր բաներով հանդերձ ինքը այդ արմատի կարևոր բուն հիմքերից մեկն է ու ինքը դարավոր եղել է այդպեսին ու այդ նշանակությունը ունի։ Դրա համար գնում է եկեղեցու դեմ պայքար եւ չգիտեմ, այդ ամբողջը մաս գնում է եկեղեցի, մշակույթ, լեզու, տարբեր հատվածներ մտնել հերոսներ մտածողություն թատերական ներկայացումներ մտնել այդ դաշտ գնալ ինչ որ ներկայացման ու որոշել թե այդ մարդը այդ ներկայացումը կամ այդ ստեղծագործությունը ինչպես պիտի խաղա ոչ մեկ այդ իրավունքը չունի առավել եւ ժողովրդավար երկրում ոչ մեկ այդ իրավունքը չունի իսկ մշակույթը եթե մեկը չի ուզում քաղաքականությամբ օրինակ զբաղվի չի նայում այդ եթերներ բայց կարող է գնում այդ թատերական ներկայացման ու ինչ որ հետևություններ իր համար անում մշակույթը այդ կարևոր միջոցն է այդ ճանապարհին հետո գալիս է սահմանափակումներ որ գիտեք այդ մշակույթով դուք չեք կարող սա ասել կամ նա ասել ով կարող է սահմանափակել մշակույթի խոսքը, եթե այդ մշակույթը ակնհայտ ինչ-որ ցեղասպան կամ վտանգավոր ինչ-որ անմարդկային հանցագործությունների չի դրդում, այլ ընդհանրապես իր ուղիներն է տալի կամ ստեղծագործության իր ձևով բեմադրությունն է տալի, ով եք դուք որ որոշեք թե այդ մարդը ինչպեսի պետք է խաղա այդ ստեղծագործությունը։ Կան մշակութային ստեղծագործություններ, որոնք իրենց էներգետիկայով եւ ասելիքով լիովին հակադիր են այդ թուրքական աշխարհի կցոր դառնալու նախագծին եւ դրանով իրենից շատ կարեւոր մեծ վտանգ են ներկայացնում։ Կարող է ոչ Ադրբեջան ոչ մի բառ չի հնչում, հենց խնդիրը քո ներքին իմունիտետը ամրացնելու մեջ է, որովհետեւ իրականում ազգապահպան եւ ազգաստեղծ գործունեությունը ինքը ես միշտ ասում եմ, որ իրական ազգայնականը իմ կարծիքով այն մարդն ով հանուն Հայաստանի է ոչ թե ինչ որ մեկի դեմ, այլ հանուն Հայաստանի։ Եվ դեմ դառնում ես այն ժամանակ, երբ որ քո շահին կամ քո ինքնությանը դեմ է լինում, անկախ անունից։ Իմ կարծիքով էներգիա դրական չի բերում։ Անունի համար պայքարն է, որ քեզ քո ներսը լցնում է այդ էներգիայով այդ պայքարի համար։ Եվ վերջին օրերին մենք նաև տարբեր արձագանքներ կան Facebook-ում եւ ուրիշ սոցիալական ցանցերում, որ դպրոցներից սկսել են հանել այդ парքի անկյունները տարբեր պատճառաբանություններով, ինչը եւս այդ գործընթացի տրամաբանական շարունակությունն է։ Այո, որ տակից մի բան անել դժվար парքի անկյունները Այո, չնայած ես օրինակ այստեղ կարծում եմ, որ այսպեսի շատ ֆանտաստիկ խոսք ֆիլմ կա ֆրանսիական, հաստատ գիտեք, խաղալիքը։ Հարցը որ տալիս է տնօրենով ավելի մեծ սրիկա, ես որ կարգադրում եմ հանել դեր տաբատը, թե դուք որ ենթարկվում եք։ Ես կարծում եմ, որ այո, մենք կարող ենք քաղաքական իշխանության եւ բնականաբար արժ պատասխանատուն մեղավորն են, բայց յուրաքանչյուրն է իր պատվի, իր արժանապատվության տերը։ Եվ յուրաքանչյուրն է որոշում, թե պատրաստ է արդյոք այդ նսեմացնող, սեփական արժանապատվությունը ոչնչացնող հրամանի ենթարկվել թե չէ։ Ես այստեղ այս հանգամանքն եմ շատ կարևոր։ Իհարկե, դա շատ կարևոր է, բայց այդ վախի բանը էլի կանք իրենք կառավարվում են վախով Ադրբեջանից եւ այլն, բայց միևնույն ժամանակ իրենք փորձում են կառավարել վախով։ Այսինքն, եթե դու օրինակ նույն
ոլորտում, պաշտպանության, տարբեր այլ ոլորտներում հանկարծ հանդգնես չի ենթարկվել այդ հրահանգին, որը ակնհայտ լավ այսպես ասեմ, չի բխում պետական շրջանում ձևակերպեմ, բնականաբար դու խնդիրներ ես հանդիպելու, բայց եթե այդ ամբողջը հակադրումը լիներ ավելի այն առումով մասսայական, որ չէ, սա նորմալ չի, ես այդ անկյունը չեմ հեռացնելու, ես այդ դպրոցի տնօրենն եմ, ես այս փոխմարզպետն եմ կներես, ես դա չեմ անելու։ Այսինքն մասշտաբի մեջ է խնդիր։ Իրանք ի վերջո ասել են լավ չեն անում այս բանը, մենք այստեղ չենք կարող հաջողել։ Այսինքն նաև այդ հանրության, այդ անհատների չգիտակցումն է իրենց ուժը, իրենց հնարավորությունը, մարդկանց միշտ թվում է թե բոլորը ենթարկվել են, կշռքի նժարը սողությամբ հաթեքվել է, մենք էլ պետքա գնանք, շատ քչերն են պատրաստ քամուն հակառակ գնալ, մեծ մասը սիրում է գնալ քամու ուղղությամբ, որովհետև դա հեշտ է։ Այո, շատ շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար, հուսով եմ էլի կհարմարեցնենք, կզրուցենք, որը բանի հետ կապված, որովհետև այ կարևոր կետ նշեցիք, որ Ադրբեջանն էլ ունի իր թույլ կետերը, բայց մենք դրա մասին չենք խոսում, ես կարծում եմ այս հարցին պիտի անդրադառնալ եւ մարդկանց ցույց տալ, որ իրականում այնպես չի, որ իրենք անխոցելի են, որովհետև մենք ենք շատ թույլ եւ մենք ենք ընտրել ոչ չպայքարելու ուղին, այո, բայց իրականում հավասարակշիռ եւ իրականում խելացի գործելակերպի դեպքում իրենք շատ ավելի խոցելի կարող են լինել, քան մենք։ Զուտ մի նախադասություն ավելացնեմ նույն արևմտյան Ադրբեջան թեման, Ադրբեջանի գլխին կարող էր դառնալ մեծագործական քաղաքական, դիվանագիտական, տեղեկատվական առումով մեր անգործությունն է բերել նրան, որ հիմա մենք պաշտպանվում ենք մի բանից, որը մեր ձեռքին կարող գործիք դառնալ արձակվել է։ Շատ շնորհակալ եմ։ Շնորհակալություն մեզ հետևելու համար, ձեզ համար զրուցում էին ազգ նախաձեռնության անդամ Արփի Թոփչյանը եւ պատմական գիտությունների թեկնածու Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանը։ Միացեք մեզ, միացեք ազգային հարթակին, որպեսզի մեր ձայնը ավելի լսելի դառնա եւ որպեսզի մենք կարողանանք փոխել այն ոչ նպաստավոր ապագան մեզ, որ մեզ սպասում է։ Շնորհակալություն։